Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Կրկին խաչմերուկ հավելված հաղորդաշարն է եւ կրկին Գևորգի հետ մենք փորձում ենք վերլուծել տարածաշրջանում տեղի ունեցող իրավիճակը։ Կրկին խոսենք Իրանի մասին, ինչ է կատարվում Իրանի շուրջ եւ որ փուլում է գտնվում այսօր պատերազմը։ Քանզի շուրջ 1 ամիս է Իրանը գտնվում է պատերազմի մեջ եւ 1 ամիս է Իրանի հարևան պետությունները իրենց վրա զգում են այդ պատերազմի հետևանքները։ Իրանը քաղաքականությունը փոխում է հարևանների հետ կապված եւ վերջին շրջանում բավականին կոշտացել է նրա քաղաքականությունն ու վերաբերմունքը հարևան պետությունների, հատկապես Կասպից ծովի ավազանի պետությունների հետ կապված։ Փորձենք հասկանալ ինչն է պատճառը, ինչով են այդ պետությունները արժանացել նման վերաբերմունքի եւ ունի արդյոք հիմքեր Իրանը կարծելու, որ այդ պետությունների տարածքները օգտագործվում է ամերիկացիների եւ իսրայելցիների կողմից Իրանի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելու համար։ Խոսենք տարածաշրջանի երկրների մասին, Գևորգ, եւ ես առաջարկում եմ հասկանանք, թե Կասպյան երկրները ինչպիսի դիրքորոշում ունեն առհասարակ եւ ինչ է կատարվում Կասպից ծովում այս պահի դրությամբ։ Շատ լավ, Գրիգոր, նախ եւ առաջ հիշեցնենք մեր լսանին, որ Կասպից լիճը իրականում դա իր չափերի համար է հայտնի իբրև ծով։ Այդ գլոբալ համաշխարհային մասշտաբով ռեսուրսից օգտվում են առաջնային, ովքեր սահմանակից են, այդ ջրաբազին Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան եւ Ադրբեջան։ Մեծագույն պաշարներով լի տարածաշրջան, նավթով, գազով, ձկնային պաշարները, արդյունաբերության իհարկե թանկարժեք ձկան պաշարների մասին է խոսքը։ Եվ չմոռանանք, թե դա ինչ կարևոր հաբ է լոգիստիկ, ելուր մնաց ռազմավարական, այսինքն մի տարածաշրջան, որտեղ կրկին խաչվում են տերությունների շահերը։ Եվ ավելին մի տարածաշրջան, որի հետ կապված առնվազն կա 2 կոմունիկե ստորագրված անդամ պետությունների միջև Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված։ Եթե ծովին 2 անգամ պայմանագրով տրվում է իրավական կարգավիճակ եւ այնտեղ հստակ նշվում են թե անդամ պետությունները ինչպիսի պարտավորություններ ունեն եւ այդ տարածաշրջանը ինչպես պիտի վերաբերվի օտարերկրացիների ներկայությանը Կասպից ծովի ավազանում, նշանակում է Կասպից ծովն Իրանից իրոք բավականին մեծ կարևորություն է ներկայացնում։ Միանշանակ, որովհետեւ որևէ այլ լճի վերաբերյալ մենք չգիտենք որ գործում ունենան այդպիսի կոմունիկեներ։ Այո, վերջինը ստորագրվել է 2018 թվականին, եթե չեմ սխալվում, եւ այնտեղ մի քանի կետ կա ուղղակի, որի վրա կարծում եմ կարելի է ուշադրություն դարձնել։ Նախ, որ օտարերկրյա ռազմական ներկայություն տարածաշրջանում է, օտարերկրյա նավեր այնտեղ լինել չեն կարող։ Այնտեղ խոսքը գնում է նաեւ պաշարների հավասարաչափ բաշխման մասին, որ ափամերձ հատված է օրինակ համարվում, չգիտեմ, ափից 10 մղոն հեռավորությունը, որ այնտեղ ձկնային պաշարները պետք է հավասարաչափ շահագործվեն։ Ընդհանրապես միջազգային իրավունքով ափամերձ է համարվում մոտ 20 կիլոմետր։ Այո, 20 մղոն կարծեմ ծովային մղոններով։ Բայց այսօր դրա մասին չենք խոսում։ Այսօր խոսենք, թե ինչպես են վերաբերվում Կասպյան ավազանի պետությունները ռազմական գործողություններին, որոնք տեղի են ունենում Իրանում կամ Իրանի եւ Իսրայելի, Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ես պատահական չի, որ այս հարցին անդրադառնում եմ այսօր եւ որոշել եմ այս թեման զարգացնել, քանզի վերջին 3 շաբաթվա ընթացքում 2 անգամ Ադրբեջանի եւ վերջին անգամ նաեւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հետ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին եւ հստակ նշել է, որ պետությունները պիտի ձեռնպահ մնան իրենց տարածքում օտարերկրյա ռազմական բազաներ ունենալուց եւ չպետք է այսպես թշնամական քաղաքականություն իրականացնեն Իրանի նկատմամբ։ Ես փորձեցի հասկանալ, թե ինչու Ադրբեջանի հետ կապված պարզ է։ Ադրբեջանը ավանդաբար ունի պրոիսրայելական դիրքորոշում, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը հատուկ շնորհակալություն էր հայտնում Ալիևին, նշում էր, որ նա երևի երկրորդ պետության ղեկավարն է աշխարհում, որ նման ջերմ վերաբերմունք ունի Իսրայելի նկատմամբ, հետևաբար իսրայելական բազաները վաղուց արդեն կան
Իրանում եւ դա ոչ Ադրբեջանում ներողություն եւ դա ոչ ոքի համար գաղտնիք չէ։ Ինչպես նաև մենք շատ հստակ գիտենք Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Իրանի հետ կապված, այո, եւ Իրանի հետ բնականաբար հետ այնտեղ եւս կապված, չեն կարող որևէ հակաիրանական, այսպես քայլեր Պարզ է արել նաև եւ Ղազախստանի, պաշտոնական Այ Ղազախստանի Ղազախստանի հետ կապված ինձ համար նորություն էր, ասեմ ինչու, որովհետև տարածաշրջանում, Կասպյան տարածաշրջանը, հատկապես կենտրոնական Ասիայի երկրների մասին է։ ՆԱՏՕ-ի կենտրոն ուսուցման կա Ղազախստանում։ Իդեպ որը բացվել է վերջին տարիներին։ Վերջին տարիներին, այո, եւ ես կարծում էի, որ եթե փորձեն օգտագործել Կասպից ծովի տարածաշրջանը եւ դիցուկ մերձափնյա երկրները Կասպից ծովի, Ղազախստանը պետք է որ լինի առաջին տեղում։ Բայց ինչպես նաև Ղազախստանին հատուկ է շատ մշտապես խելացի բալանսավորված քաղաքականություն։ Դա այո։ Եվ դա հազվագյուտ ՄԱԿ-ի անդամ պետություններից է, հա, լիդերով աշխարհի դեպի 9-րդ տարածքով, որ այսպես ասած սկանդալների մեջ չի հայտնվում ավանդաբար։ Եվ ավանդաբար իր պատճառով կարծես հարևաններն էլ խնդիրներ այդպես մեծ հաշվով չեն հարուցվում։ Բայց այստեղ նաև շատ կարևոր գործոն է Թուրքմենստանը։ Այդ Թուրքմենստանի հետ կապված ցանկանում եմ խոսենք, որովհետև ես վստահ եմ մեր հայրենակիցների մեծ մասը այո լսել է Թուրքմենստանի անունը, բայց կարծում եմ հետաքրքիր կլինի, թե ինչով է Թուրքմենստանը այսօր արժանացել մեր որտեղ Թուրքմենստանը միանշանակ հատկապես մեր հետ խորհրդային տարածքում բոլորը հիշում են զուտ որպես նախին 15 հարաբերություններից մեկը։ Նա փակ երկիր է, փակ համակարգ է, դրա մասին դա միանշանակ այո պետք է հիշատակել, որ 1995 թվականի դեկտեմբերի 12-ին ՄԱԿ-ը ընդունել է այդ ռեզոլյուցիան, ըստ որի Թուրքմենստանը ճանաչել է իրեն չեզոք պետություն եւ իդեպ ամեն տարի դեկտեմբերի 12-ն աշխարհում նշվում է նեյտրալիտետի չեզոքության օր։ Հիմա թվում է թե այդ չեզոքությունը, որը ըստ իս գաղտնիքն է Թուրքմենստանի նաև զարգացման, քանզի դու ճիշտ նշեցիր, փակ երկիր է, բայց այնտեղ սոցիալական բավականին լուրջ ծրագրեր են իրականացում եւ Թուրքմենստանի քաղաքացիները բավականին մեծ արտոնություններից են օգտվում, վառելիքի հետ կապված էլ չասեմ։ Վերջին տարիներին բավականին նվազել են այդ ծրագրերը համեմատած իրենց 90-ական իրականացողի ժամանակ ավելի դեպի կապիտալիզմ էր, այո։ Հիմա որոշակի առումով այդ վճարումներ են հայտնվել։ Արդեն հայտնվել։ Բայց կարծում եմ, որ Թուրքմենստանի ղեկավարությունը սա պիտի որ գնահատեր եւ պիտի, ինչպես ասում են, դողար այդ նեյտրալիտետի վրա, չեզոքության վրա եւ ամեն ինչ պիտի աներ, որպեսզի հավելյալ չարժանանար իր հարևանների, հատկապես իհարկե այստեղ խոսքի Իրանի մասին է, քանզի Իրանը միշտ այսպես ավելի խանդոտ է վերաբերվում, հատկապես Կասպից ծովի տարածաշրջանին, դա համարելով նաեւ իր աշխարհակաղակական պատմականորեն եւ պատմականորեն, որովհետեւ վերոնշյալ պետությունների հետ համեմատած դե բնականաբար ամենահին պետականությունը կրկին Իրանն է այստեղ։ Այստեղ մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնեմ, մինչև 91 թվական, այսինքն մոտ 300 տարի Կասպից ծովը եղել է երկու պետության ներքին ծով։ Իրան եւ Ռուսաստան ու վերջ, այսինքն իրենք սովոր են եղել, որ իրենք երկուստ են որոշում, որովհետեւ Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվում են 20-ից հետո, 20-րդ դար։ Միանգամից երկու երկրների միջև ներքին ծովը դարձավ 5 պետությունների միջև։ Հետևաբար խնդիրներն էլ մի քանի անգամ ավելացան։ Եվ այստեղ վերադառնալով Թուրքմենստանին, ինչն է պատճառը, որ Թուրքմենստանը հանկարծ հայտնվել է Իրանի ուշադրության կենտրոնում։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ ես այսօր մի փոքր թվերն էի նայում, Թուրքմենստանը Իրանում ունի բավականին մեծ համայնք, որի թիվը տատանվում է 1.5-ից 3 միլիոն մարդ, թուրքմեններ են, էթնիկ բնակվում են Իրանում։ Եվ այս առումով, եթե համեմատենք գրեթե 1 Ուրուգվայի բնակչություն։ Միջալես Թուրքմենստանի բնակչությունը 7.7 միլիոն է 25 թվականի տվյալներով, այսինքն մոտ 40%-ը բնակչության չափով բնակվում է Իրանում։ Թուրքմենստանն էլ այնքան մեծ տարածք ունի, քառակուսի կիլոմետրով, որ նույնիսկ շատ քիչ է մարդկային ռեսուրսն այնտեղ բնակվող։ Այո, եւ շատ հետաքրքիր է։ Տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների ուշադրությունը գրավում են հիմնականում Իրանի սահմանակից այն երկրները, որոնք ունեն համայնք Իրանում։
եւ հետո այդ պետությունները փորձ է արվում օգտագործել իրենց աշխարհաքաղաքական շահերի համար։ Ադրբեջանցիների հետ կապված նրանք շուրջ 15 միլիոն ադրբեջանցիներ են, որքանով կապ ունեն Ադրբեջանի հետ, կապ չունեն, դա այլ հարց է։ Աշխարհը ընդունում է, որ այդտեղ ապրում են ադրբեջանցիներ։ Հիմա նրանք են Իրանի պաշտոնական միշտ մարդահամարներում նշվում է ադրբեջանցի, բայց այստեղ Իրանը նաև չի ընդունում Ադրբեջան պետություն, ասում է Բաքվի հանրապետություն, այսպես սա էլ կա։ Եվ Թուրքմենստանը։ Հիմա 2023 թվականի ապրիլին Իսրայելը հանկարծ դեսպանատուն է բացում Թուրքմենստանում։ Այո։ Բոլորի համար անակնկալ, քանզի Իսրայելը հետխորհրդային տարածքի երկրների հետ առնչվում է Մոսկվայում գտնվող դեսպանատունով։ Երևի միայն բանում կա, Բաքվում կա Իսրայելի դեսպանատուն։ Եվ ավանդաբար Մոսկվայում է։ Մոսկվայում ես ճիշտ ասած չեմ հասցրել նայել Վրաստանում կա թե ոչ։ Ես էլ Վրաստանից տեղյակ Այո, բայց որքան հիշում եմ ոչ։ Հետևաբար այդ ինչով է Թուրքմենստանը շահել կամ արժանացել այդ վերաբերմունքին, որ հանկարծ 2023 թվականի ապրիլին Իսրայելը այնտեղ բացում է դեսպանատուն։ Դե քաղաքական քարտեզին աշխարհի նայելով հասկանալի է։ Հասկանալի է, որ ապագա պլանների Ապագա համար եւ Թուրքմենստանը պիտի օգտագործվեր հետո կամ պիտի փորձ արվի դեռ օգտագործել Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար հաշվի առնելով 3 միլիոն թուրքմենների արկայություն, իսկ 3 միլիոնը լուրջ թիվ է ըստ էության։ Ես ասացի գրեթե 1 Ուրուգվայում, 1 պետք։ Այո, մեր հետ կապված դեռևս կարծես այդ պլանները չեն ամբողջացել, մենք այնտեղ 100,000 համայնք ունենք եւ մեր հետ կապված դեռ կարծես պլաններ չկա։ Եվ Իրանահայ համայնքը ամենահներից է, շատ ավանդական է եւ բավականին որակյալ, բայց քանակի առումով բավականին համեստ է։ 3 միլիոն եւ 100,000-ը չենք համեմատում։ Համաձայնվիր, որ ամեն դեպքում մի փոքր, ինչպես ասում են, բայց տարբերություն կա։ Եվ այս 23 թվականի ապրիլից հետո Թուրքմենստանը եւս մեկ անգամ, ինչպես ասում են, արկայծեց իրանական մամուլում եւ իրանական իշխանամերձ Telegram Միջդեռ Թուրքմենստանը ընդհանրապես համաշխարհային մամուլում գրեթե ինչպես ասացիր չի արկայծում։ Այո, բայց հիմա հանկարծ իրանական աղբյուրները նշում են, որ մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգները որոշում է կայացրել էլիտար, ուրեմն հատուկ նշանակությամբ Delta Force ուժերը կամ ուժերի ստորաբաժանումներից մի քանիսը տեղափոխել Թուրքմենստան։ Դե այստեղ նաև կարելի է զուգահեռ անցկացնել միանգամից Ղազախստանում բացված կենտրոնի հետ։ Ղազախստանի բացված կենտրոնի շատ ավելի ուշ։ Եվ հետո մենք զուգահեռ նկատի ունեմ ալգորիթմը, բանական շարունակությունը դեպի հարավ։ Կարդում ենք, որ Թավրիզի օդանավակայանը ռմբակոծվել է, որ ռմբակոծվել է Կասպյան նավատորմը Իրանի։ Իսրայելական եւ ամերիկյան ինքնաթիռները, որոնք հիմնականում օգտագործում են F-16 Նրանց մասնագետներն են նշում, որ նրանց բակերը վառելիքի տարողունակությունը քիչ է բավականին, որպես ինքնաթիռը հասցնի Իրանի մի հատվածից դիցուկ օրինակ Սիրիայով կամ Հորդանանով կամ Իսրայելով մտնի Իրան հասնի մյուս հատված Կասպից ծով, ռմբակոծի եւ հետ դառնա։ Ուղղակի տեխնիկապես հնարավոր չի, նշանակում է այդ ինքնաթիռները թռել են Մերձկասպյան, լոգիստիկ առումով այո, Մերձկասպյան տարածաշրջանից։ Դրա համար է առողջին այս մեկ շաբաթվա մեջ երկրորդ անգամ զանգում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին, բայց այս երկրորդ անգամ նաև զուգահեռ զանգել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարին։ Այստեղ բավականին լուրջ է իրավիճակը իրականում եւ Կասպյան նավատորմին հարվածելը դա կարծում եմ Իրանի համար կարմիր գիծ էր նաև, քանզի վերջինս միշտ Կասպից տարածաշրջանը համարել է ներքին տարածաշրջան եւ իր համար հուսալի թիկունք։ Եվ այդպես էլ գլոբալ 91 թվականից օրինակ երբ ԽՍՀՄ քանդվեց եղել է։ Այո, եւ այստեղ ես պատական չհիշատակեցի դերակատարները 2-ից 5-ը դարձան Ադրբեջանը, Թուրքմենստան, Ղազախստան երբ որ անկախացան եւ դա եղել է կոնսենսուս, ներքին, այսպես ասած, օգտագործում։ Ես պատական, այո, համաձայն եմ, ես պատական չհիշատակեցի 2018 թվականի պայմանագիրը կոմյունիկեն, քանզի այնտեղ նշված է, որ օտար ուժեր տարածաշրջանում չպիտի լինեն։ Եվ հիմա ստացվում է, որ Թուրքմենստանը իրեն դնում է ըստ էության հարվածի տակ, տեղակայելով իր տարածքում ամերիկյան հատուկ նշանակության ուժերը, որոնք վստահ են պետք են լինելու ցամաքային օպերացիա իրականացնելու համար Իրանի դեմ։ Կասպից ծովի վրայով գալով եւ այդ Կասպից ծովի վրայով տեղափոխվելով Իրան։ Ինչպես նաեւ դե իհարկե զուտ տեսականորեն կարելի է փորձել վերլուծել, չմոռանանք, որ Թուրքմենստանը
աշխարհում ամենամեծ գազի պաշարներ ունեցող Դե նախ դրանով ինքը հետաքրքիր է Իսրայելին։ Դա արդեն ինքը գրավիչ է դառնում որպես էներգակիր ունեցող եւ մեծ պաշարներ ունեցող պետություն, ինչպես նաեւ ինչպես մենք սկզբում հաղորդում ասացինք փակ երկիր, գրեթե չունի համագործակցություն, ինչու ոչ կարելի է այդ նիշան գրավել։ Այստեղ ես կարծում եմ Իսրայելի ուշադրությունը հենց գրավեց գազը։ Գաղտնիք չի, որ Իսրայելը շատ ակտիվորեն օգտվում է ուրեմն նավթից եւ գազից, որ Կասպյան տարածաշրջանից տեղափոխվում է դեպի Թուրքիա, օրինակ Բաքու, Թբիլիսի, Ջեյհան, այո, նավթատարը, որ տեղափոխվում է եւ հետաքրքիր է, որ Ջեյհանից մեկ ուղղություն գնում է դեպի իսրայելական Էլիաթ նավահանգիստ, որը այժմ ակտիվորեն ռմբակոծվում է Իրանի կողմից։ Դա Իսրայելի տնտեսական կենտրոններից մեկն է ըստ էության։ Եվ Իսրայելը չունենալով նավթ եւ գազի նշանակալի պաշարներ, ունի այսօր տանկերների ամենամեծ նավատորներից մեկը։ Սա էլ է կարծում եմ հետաքրքիր։ Եվ Կասպյան նավթը ըստ էության այդ տանկերներով վաճառում են հարավ-արևելյան Ասիայի երկրների։ Սա եւս շատ հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ մեր հայրենակիցներին սա անպայման կհետաքրքրի եւ Իսրայելը ցույց է տալիս, որ կարելի է չունենալ օգտակար հանածորեն, բայց համաշխարհային շուկայում լինել լուրջ խաղացող։ Ինչը խոսում է իրենց կրկին ճկուն դիվանագիտության Այո, եւ հիմա, մասին։ բայց այստեղ կա մի հատ ուրիշ խնդիր։ Իրենք Թուրքմենստանի հետ հարաբերությունները կարգավորում են, իրենք Ադրբեջանի հետ ունեն շատ ջերմ հարաբերություններ, բայց Թուրքմենստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև ունեն շատ բարդ հարաբերություններ, այդ մասին շատ քիչ է խոսվում։ Թուրքմենստանը պարբերաբար մեղադրում է Ադրբեջանին Շահդենից 1 եւ Շահդենից 2 հանքավայրերը շահագործելու մեջ, որոնք ըստ էության գտնվում են Թուրքմենստանի տարածքային ջրերում։ Ու նույն Իրանը իդեպ այստեղ տեղին կլինի հիշատակել արդեն երկար տարիներ է ահազանգում է եւ բարձրաձայնում է հետեւյալի մասին, որ չպետք է մոռանալ նաեւ էկոլոգիական ռիսկերի մասին Կասպից ավազանը շահագործելիս, որովհետեւ բացի գեոստրատեգիականից այստեղ արդեն մեր օրերում ի հայտ եկել էկոլոգիական խնդիրը։ Գրեթե ակնհայտ է, որ անխնա շահագործվում են բոլոր ավազանները նմանատիպ մոլորակի, իսկ Կասպիում եթե լինի աղետ, դա կարելի է բազմակետեր դնել այստեղ։ Չմոռանանք ինչ եղավ Արալյան լճի հետ, Ուզբեկստանի տարածքում այն ցամաքեց։ Հիմա իրականում եւս մեծ լիճ է։ Իրականում այո, դա Ուզբեկստանի կարծում եմ Ղազախստանի Ուզբեկստանի սահմանը։ Եվ հիմա ի պատիվ Ղազախստանի նաև իշխանությունը նշեն, որ լիճը կրկին վերակենդանանում է։ Այո, step դա այո, եւ լիճը կրկին կարծես վերադառնում էր հիմնական այն բնորոշ էնդեմիկ վիճակին, որ եղել է միջև կենսոլորտը վերադառնում։ Այո, նրա հետ այսպես չար կատակ խաղալը։ Բայց ինչեւ է վերադառնանք մեր տարածաշրջան։ Ես ինչու եմ Կասպից ծովի վրա մեծ ուշադրություն դարձնում, քանզի Կասպիցը Հայաստանի համար նաև տրանսպորտային այլընտրանք է, երբ Լարսը փակվում է եւ երբ օրինակ մենք ունենք խնդիր լոգիստիկ առումով ինչ որ այլ տեղերից եւս ապրանքներ ներկրելու, քանզի Աստրախան, ուրեմն Էնզելի գիծը դա ըստ էության Հայաստանի համար հուսալի միջոց է Հայաստանին անհրաժեշտ ապրանքներ ներկրելու համար, այսինքն Կասպից ծովով։ Եվ եթե Կասպից ծովը դառնում է համաշխարհային, այսպես աշխարհաքաղաքական շահերի բախման վայր, ապա Հայաստանը զրկվում է եւս մեկ հուսալի միջոցից, լոգիստիկ հնարավորություններից եւ երկիրը անհրաժեշտ ապրանքներով ապահովելու հնարավորությունից։ Հետևաբար այն ինչ կատարվի կամ կարող է կատարվել Կասպիցում, չի կարող ուղղակի մեզ չհետաքրքրել։ Այո, մենք էլ ենք շատ զգայուն այդ թեմայի։ Հիմա մեզ կարող են մեղադրել, ասել դե Հայաստան ինչ կապ ունի Կասպիցի հետ, որ այդ ոչ ուղիղ կապ ունի։ Այն նշվեց նոր կողմից։ Այո, այն ինչ կատարվում է տարածաշրջանում, այո, մենք ուղիղ կապ ունի։ Չմոռանանք, որ Աստրախան Էնզելի գիծը օգտագործվել է նաև պատերազմի ժամանակ Հայաստանին անհրաժեշտ, այսպես ասենք, ապրանքներ ներկրելու համար։ Ինչպես ինչպիսի ապրանքներ։ Ասիական երկու մեծ աշխարհաքաղաքական խաղացողներ այսօր Հնդկաստանը եւ Չինաստանը եւս
շատ մեծ կարևորություն են տալիս այդ Մեկ լոգիստիկ ուղի մեկ գոտի ճանապարհը Չինաստանի որ կա, Ճանապարհի։ նաև այդ հատվածն է ընդգրկել ըստեյության եւ հյուսիս-հարավ միջանցքը հնդկական եւս որոշակի առումով նաև այսպես շոշափում է Կասպյան տարածաշրջանը, Իրանը որպես Կասպյան տարածաշրջանի պետություն։ Իսկ Թուրքմենստանը ըստ էության բավականին լուրջ վտանգավոր խաղի մեջ է մտել, քանզի կա սպառնալիք, որ նրա չեզոքությունից ուղղակի կարող է զրկվել, այսպես նաև այո, այդ չեզոքությունը, որի 31-րդ տարին է լրանում, այս տարի դեկտեմբերին, հա, տվյալ բային 30-ամյակն է, եւ փաստորեն ինչով է նաև այստեղ բարդ, քանի որ 3 տասնամյակ Թուրքմենստանին մենք ոչ մի տեղ չենք տեսել, մենք ասելով աշխարհը, հա, չի խառնվել ոչ մի գործընթացի մեջ։ Եվ դրանում է եղել իր զարգացման ըստ էության գաղտնիքը, այո, գաղտնիքը շատ բարդ է հասկանալ, թե ինչ է անելու Թուրքմենստանը եւ այո, ինչով դա կավարտվի։ Թուրքմենստանը կարող է երկիրը դարձնել այսպես առճակատման համար պոլիգոն Իրանի եւ աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների դիցուկ օրինակ Իսրայելի միջև, եթե կամ Միացյալ Նահանգների, եթե նրանք որոշեն Թուրքմենստանի տարածքը օգտագործել այս կամ այն կերպ։ Այստեղ կա մի հատ ուրիշ ուրեմն հանգամանք էլ վերջին մի քանի օրերին Իրանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը այսպես ինսպեկցիայի է ենթարկում Իրանի հյուսիսային եւ հյուսիս-արևմտյան սահմանները ստուգելով զորքերի մարտունակությունը հյուսիս-արևմտյան սահմանը մենք ենք եւ Ադրբեջանը հյուսիսային էլ ըստ էության Կասպից ծովն է եւ այդտեղ նաեւ Հյուսիս-արևելյանն էլ արդեն Թուրքմենստանն է եւ ըստ իրանական լրատվամիջոցների այս սահմանների մոտ տեղակայված է շուրջ 200,000 զինվոր Այսինքն Իրանը լուրջ վտավախություն ունի, որ իր հյուսիս-արևմտյան հյուսիսային սահմաններից ինչ որ մի տեղով հնարավոր է իրականացվի ինտերվենցիա իր տարածքը։ Դրա համար էլ նա այս հատվածում տեղակայել է նման քանակությամբ զորք։ Իսկ տարածաշրջանի ռազմականացումը ազդելու է բոլորի վրա։ Տարածաշրջանի ռազմականացում նշանակում է սահմանների փակում ըստ էության։ Ինչը մենք այսօր ունենք, այսօր Հայաստանը չի կարողանում Իրանից անհրաժեշտ ապրանքներ ներկրել եւ Իրանից եւ տրանզիտով, այո, ստեղծված իրավիճակի պատճառով Իրանն էլ իր հերթին արգելում է իր տարածքից էներգակիրների արտահանումը եւ սննդամթերքի։ Արաբական միացյալ միություններից եւս լոգիստիկ հաբը Իրանն է եղել։ Այո, ավանդաբար Բանդարաբաս եւ այսինքն Էմիրատներից անցկացրել են Բանդարաբասով Իրանով Հայաստանով դեպի Վրաստան եւ այլուր։ Այս թեման էր այսօր, որ ես ցանկացա անդրադառնալ, սա ինչի մասին է խոսում։ Խոսում է այն մասին, որ չի կարելի պետությանը փորձությունների ենթարկել եւ նրա տարածքը դնել հարվածի տակ։ Հիմա Թուրքմենստանը սպառնում է Թուրքմենստանին զրկվել այդ չեզոքությունից, ինչը ծանր հետևանքներ է ունենալու։ Չմոռանանք, որ թուրքմենական բանակը այդպես ինչը նրա այցեքարտն է եղել միշտ։ Եվ այդտեղ կարող է խնդիրներ սկսվել նաև Աֆղանստանի հետ, քանզի ամեն դեպքում հարևան երկիր է եւ ինչ որ պահի թալիբները կարող են փորձել հասկանալ կամ մտածել որ իրավիճակը այնպեսին է, որ իրենք էլ իրենց բաժինը կարող են փորձել տեղից ստանալ։ Չմոռանանք 40 միլիոնանոց մոտ Աֆղանստան։ Այո, որ միահեծան իշխանությամբ, անկանխատեսելի Աֆղանստան, այո, միահեծան իշխանությամբ։ Ինչև է, այսպես ասած, մնում է առեղծված գաղտնիք մեծ առումով թե ինչ է լինելու Թուրքմենստանի շուրջ, այսինքն սպասենք զարգացումների։ Սպասենք զարգացումների, իհարկե Աստված մի արած է, ամեն դեպքում մեր հետ հայերի հետ շատ լավ հարաբերություն ունեցող ժողովուրդ է։ Այդ տարբերությունը շատ հետաքրքիր է, ունենալով նույն էթնոգենեզ ադրբեջանցիների հետ, նրանք հայերին այնքան չեն ատում, ինչքան ադրբեջանցիները։ Այսինքն այստեղ էլ սա կարծում եմ առանձին դեռ 90-ականներից էլ մենք ունեցել ենք իրենց հետ լավ բարիդրացական հարաբերություններ։ Առաջին գազը Հայաստան։ Առաջին գազը այդտեղից է։ Մտել է ուրեմն հենց Ինչպես նաև մշակութային մակարդակով կան լավ այսօր էլ միջբուհական մակարդակով կան բավականին լավ հարաբերություններ, այո։ Այնպես որ մեր համար խորտ երկիր չէ եւ մենք իհարկե ցանկանում ենք, որ այդ երկիրը լինի խաղաղ եւ երկիրը լինի անվտանգ։ Բայց իհարկե սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքականություն պետք չի վարել եւ պետք չի հանուն այլ երկրների շահերի երկիրը դնել հարվածի տակ եւ երկիրը դնել վտանգի տակ։ Այս թեման էր, որին այսօր ես ցանկացա անդրադառնալ Գևորգի հետ միասին, սիրելի հայրենակիցներ,
Չմոռանանք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այս թեման էր, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։